մեջքի ողնաշարի հիվանդությունները, մաշկի խնդիրները, ծնկների այդ հատվածը մարմնի մասերից եւ ինչու է մարդիկ ծնկաչոք աղոթում, որովհետեւ ծնկներում հավաքվում է մեր կարմիկ բեռը, մեր գեներով, մեր ընտանեկան, ասում են ռուսերեն ռադավայա կարմա, այո, այնտեղից բերված բոլոր խնդիրները, խոչընդոտները հավաքվում են ծնկներում, այդ իսկ պատճառով մարդիկ ծնկաչոք աղոթելով փորձում են եւ մեղքերի թողություն խնդրելով փորձում են լուծել իրենց արժեվ դրած այդ կարմայով եկած այդ դասերը։ Սատուրնը շատ սահմանափակումներ է մտցնում մեր կյանքում, կյանքի որ ոլորտում եւ որ կենթանակերպում գտնվի, այն տալիս է կարգապահություն, մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի կյանքի այդ ոլորտին, այդ դաշտին, մենք պետք է լինենք կարգապահ, սահմանափակումները լինում են հենց այդ դաշտում, ըստ կենթանակերպերի ես ձեզ կներկայացնեմ, թե որ կենթանակերպում Սատուրնը ինչպիսի բնորոշումներ ունի։ Սատուրնը պետական ադմինիստրատիվ համակարգի, ղեկավարների, իշխանավորների մոլորակն է։ Երբ թերթում էի համացանցը, ես հանդիպեցի, որ Հունաստանում Սատուրնին նվիրված տոն է եղել։ Եվ այդ տոնի ժամանակ տերերը եւ իրենց աշխատակիցները փոխվել են դերերով։ Այո, այդպես էլ եղել է։ Այդպիսով դրանով նրանք փորձել են գոհացնել Սատուրնին։ Իսկ այն անձիկ, որոնք անպարկեշտ վերաբերմունք ունեն իրենց ղեկավարների, երկիրը ղեկավարող համակարգի կապ չունի, թե դուք որ երկրում եք ապրում, ուրեմն իմացեք, որ ձեր քարտեզում Սատուրնը թույլ կարգավիճակ ունի։ Իսկ Սատուրնը որտեղ թույլ կարգավիճակ ունի, նա աքսորման մեջ է գտնվում խեցգետնի եւ առյուծի կենթանակերպում, որովհետեւ հակառակ նշաններում այդտեղ ջուրում եւ ջրհոսում Սատուրնը ղեկավարի դեր են ստանձնում եւ մինչ այժմ նա հանդիսանում է այդտեղ ջուրի առաջին ղեկավարը, իսկ ջրհոսում Ուրանի հայտնագործումից հետո երկրորդ ղեկավարը։ Եթե տեսնեք Սատուրնի նշանի մեջ այսպես կարծես հնձելու գործիք կա,